Ֆինանսական խարդախությունները յուրաքանչյուր տարի միլիոնավոր մարդկանց լուրջ վնասներ են հասցնում։ Սակայն կան մի քանի պարզ քայլեր, որոնք կօգնեն պաշտպանել ձեր տվյալները և խուսափել ֆինանսական կորուստներից։ Նախ հասկանանք, թե ինչ խորամանկություններ են կիրառում զեղծարարները ձեր տվյալներին տիրանալու համար։ Առաջին տարբերակը ֆիշինգն է, և դուք ստանում եք հաղորդագրություն, որ ունեք խոշոր շահում կամ ձեր բանկային հաշվի հետ որևէ խնդիր կա, որը կարգավորելու համար պետք է անցնեք ուղարկված հղումով։ Մյուս տարբերակում ձեզ զանգահարում են և ներկայանում որպես վստահելի անձ, օրինակ բանկի աշխատակից կամ շատ հարազատ անձնավորություն, և ձեզնից խնդրում են ձեր անձնական տվյալները կամ մեկանգամյա կոդեր, որոնք անհրաժեշտ են քարտից գումար ելքագրելու և էլեկտրոնային դրամապանակներ մուտք գործելու համար։ Հիմա հասկանանք այն քայլերը, որոնք ձեզ կօգնեն պաշտպանել ձեր տվյալները և լինել իրազեկված։ Առաջին քայլը երկփուլային անվտանգության միացումն է։ Սա ձեզ կօգնի անգամ այն դեպքում, երբ երրորդ անձինք հասանելիություն ունեն ձեր գաղտնաբառերին, և երկփուլային անվտանգության շնորհիվ չեն կարողանա մուտք գործել ձեր օգտահաշիվներ։ Այնուհետև անպայման ստուգեք այն հեռախոսահամարները և էլեկտրոնային փոստի հասցեները, որոնցից ստանում եք կասկածելի զանգ կամ հաղորդագրություն։ Անգամ մեկ նիշի տարբերությունը կարող է վկայել հնարավոր խարդախության մասին։ Ստեղծեք բարդ գաղտնաբառեր, կիրառելով թվերի, տառերի, նիշերի համադրություններ, և խուսափեք այնպիսի պարզ գաղտնաբառերից, ինչպիսին է ծննդյան տարեթիվը։ Ահա մի քանի պարզ քայլեր, որոնք կօգնեն ձեզ պաշտպանել ձեր անձնական տվյալները և խուսափել ֆինանսական կորուստներից։ Եղեք զգոն և տեղեկացված, չէ՞ որ ֆինանսական խարդախություններից խուսափելը պարզ է։